3 տարի առաջ Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն այսպես կողք կողքի տոնում էին հայ ծանրորդների հաղթանակը, այսօր հայցվոր ու պատասխանող են դատարանում։ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, պնդում է, Գագիկ Ծառուկյանը չի կարող Օլիմպիական կոմիտեն ղեկավարել, քանի որ 7 ամիս հետո նա կդառնա 70 տարեկան։ Անցած շաբաթ նրա գլխավորած ֆեդերացիան Ծառուկյանի պաշտոնավարման դեմ հայց է ներկայացրել դատարան։ Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։ Չնայած Հարությունյանի պնդումներին, Ազգային օլիմպիական կոմիտեի կանոնադրության մեջ նախագահի պաշտոնավարման տարիքային սահմանափակման մասին որևէ բան նշված չէ։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը Ազատությանը պարզաբանեց, այդ դրույթը Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայով է ամրագրված։ Օլիմպիական խարտիայում հենց անդամակցության կետում հստակ նշված է, որ 70 տարեկան անձինք իրավունք չունեն անդամակցելու ու զբաղեցնելու ղեկավար պաշտոն։ Գագիկ Ծառուկյանը 70 տարեկան կդառնա այս տարվա նոյեմբերին։ Արդյոք տարիքային շեմը ներառվել է դատարան ներկայացված հայցում, ֆեդերացիայից չեն պարզաբանում։ Մինչև այժմ միայն հայտարարել են այլ հիմքերի մասին, ըստ որի Ծառուկյանի պաշտոնավարման ժամկետը անցած սեպտեմբերին լրացել է, ընտրություն չի եղել։ Պետք է նրա լիազորությունները դադարեցվեն, ընդունած որոշումներն անվավեր ճանաչվեն։ Հայցից մեկ շաբաթ անց դրան առաջին անգամ արձագանքեց Ծառուկյանի մամուլի խոսնակը։ Լավ կլիներ, ինչ-որ մեկն Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր։ Դու իրավունք ունես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինել, իսկ Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ լինել։ Ինչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ծանրամարտի ֆեդերացիան ղեկավարում է 1.5 տարի։ Իվետա Տոնոյանը շեշտել է, թե Ծառուկյանը 22 տարի ղեկավարում է Օլիմպիական կոմիտեն ու այդ 2 տասնամյակի ընթացքում բազմաթիվ ներդրումներ է արել։ Իսկ իրավական խախտումների մասին Հարությունյանի պնդումներին չի անդրադարձել։ Ծառուկյանի թիմակից падգամավոր Էլինար Վարդանյանը Օլիմպիական կոմիտեի ղեկավար կազմի դեմ այս քայլը որակել էր քաղաքական հաշվեհարդար։ Դրանով պայմանավորված չի։ Փորձում էին այս ամբողջ process-ը նախընտրական այս փուլում սղացնել, անցկացնել, այնինչ ՀԱՕԿ-ը լուրջ կառույց է։ Падգամավոր Վարդանյանը նաև գրել էր, թե Օլիմպիական կոմիտեին դատի տալը միջազգային սկանդալ կդառնա, բայց փակագծեր չէր բացել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն բազմիցս է հայտարարել, անընդունելի է համարում պետության միջամտությունը օլիմպիական կոմիտեների գործունեությանը։ Նման դեպքերում ձեռնարկում է պատժիչ քայլեր։ Օրինակ 2015-2019 թվականներին Քուվեյթի օլիմպիական թիմը հնարավորություն չստացավ ներկայանալ ազգային դրոշի ու հիմնի ներքո, քանի որ մինչ այդ կառավարությունը միջամտել էր սպորտային կոմիտեի գործերին եւ փոխել օրենքները երկրի օլիմպիական կոմիտեն ու սպորտային ֆեդերացիաները վերահսկելու համար։ 2012-14-ին էլ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2 տարով պատժել էր Հնդկաստանին, երբ իշխանությունները միջամտել էին Օլիմպիական կոմիտեի ընտրություններին եւ փորձել դրանք անցկացնել պետական օրենքներով, անտեսելով Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգերը։ Արդյունքում Հնդկաստանի մարզիկները 2014-ի Սոչի օլիմպիական խաղերում չկարողացան հանդես գալ սեփական դրոշի ներքո։